Երևանում համատարած է դարձել անվճար կայանատեղիների համար քաղաքացիներից ապօրինի գումարի գանձումը։ Եղել են ինձ հետ դեպքեր, ինչ-որ մի սուպերմարկետի հարևանությամբ, երբ որ ուզում էի կայանել մեքենան, մոտեցավ այնտեղի աշխատողը, ով կարող եմ ասել, որ ապօրինի գումար էր հավաքում, 200 դրամ, 300 դրամ, եւ ասաց, որ այստեղ կայանելու իրավունք չունես։ Ես սկսեցի պարզաբանել, թե ինչու իրավունք չունեմ, հետո զանգեցի քաղաքապետարան, պարզեցինք, որ ես իրավունք ունեի այդ սուպերմարկետի դիմաց կայանելու։ Վարորդը հիշեցնում է, երբ օրինակ խանութի սեփականատերերը արկղեր էին տեղադրում կայանատեղիներում խոչընդոտելով կայանումը, երևույթի վերաբերյալ սահմանվեց խիստ հսկողություն։ Հիմա սակայն այն նորից ակտիվանում է։ Այսպիսով անօրինականությունները մասսայականանում են, քաղաքացիները համարում են, որ սա պայմանավորված է քաղաքապետարանի ոչ հետևողական աշխատանքով։ Կարմիր գծեր եղան, այդ ամեն ինչը եկավ, որ այստեղ ստեղա մնացածը մասնավորը, եթե չէ ազատա կայանելու համար։ Հիմա ազատա կայանելու համար տեղերը ցավոք սրտի այլևս մեղմ ասած ազատ չի, ինչ որ մարդիկ նորից հայտնվել են, պահանջում են գումարներ, ինչպես է ստացվում, որ քաղաքացին խնդիրը չի կարողանում ինքնուրույնտուցի, որովհետև հասկանում է, որ պատկան կառույցները ոչ պաշտպան մակարդակով են ներգրաված միտեղ, որտեղ որ պետք է լինեին ներգրաված։ Քաղաքապետարանից ժամին տեղեկացնում են, որ այսպիսի դեպքերում իրենք միայն ստուգայցեր են կատարում։ Գործողությունների լիազորություն միայն ոստիկանությունն ունի։ Ներքին գործերի նախարարությունից էլ պարզաբանեցին, որ ոստիկանությունը զբաղվում է միայն երթևեկելի գոտում իրականացված խախտումների կամ մեքենաների սխալ կայանման հարցերով։ Կայանատեղերի թույլտվությունները եւ տուգանքները քաղաքապետարանն է սահմանում։ Իսկ մինչեւ քաղաքապետարանն ու ներքին գործերի նախարարությունը ճշգրտումներ են անում, երևույթն ամեն օր լայն տարածում է գտնում։ Ամեն անվճար կայանատեղիում հնարավոր է, որ ձեզ մոտենան եւ փող ուզեն։ Սա անօրինական է։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։